Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է հերթական հարցազրույց, այսօր մենք զրուցելու ենք Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Յուրամ Մովսիսյանի հետ, բարի երեկո, շնորհակալություն մեր ժամանակ գտար հարցազրույցի։ Մենք խոսում էինք հարցազրույցից առաջ ու դու խոսում էիր այն մասին, որ սպորտն ու քաղաքականությունը պետք է անջատել։ Ես շատ եմ նայել Հայաստանում, լսել ֆուտբոլից հետո կոմենտներ, որ դե էսի պարզա, էսի արածա, մեծ փողեր են քաղաքականությունը։ Հնարավոր է դա, որ սպորտն ու քաղաքականությունը անջատվեն։ Որ անջատվեն։ Հա։ Անպայման պետք է անջատվի։ Իմ կարծիքով սպորտի, մեր ֆուտբոլի, ինձ իմենը հայկական ֆուտբոլի զարգացման համար իմ կարծիքով պետության դերը մեծ պիտի լինի, ասենք պետության օգնությունը ֆուտբոլին, առանց պետության օգնության իմ կարծիքով ֆուտբոլը դժվար զարգանա եւ դրանից բացի, ասենք պետության դերը ինչի նկատի ունեմ, որ մարզադաշտեր սարքվի եւ խոսքը մեծ, ասենք հրազդանի նման, թե այն պատանեկան մեծ չլինի, միջին լինի, բայց նոր ինչ-որ նոր ստադիոն ունենանք, նոր մարզադաշտ ունենանք եւ իմ կարծիքով դա էլ նաեւ կօգնի գիտեք ոնց է երեխեքը այսօրվա դրությամբ փոքր երեխեքը որ քաղաքով ման գալուց կամ պարամունքների կամ խաղերին այցելեն, տենան սիրուն մեծ մարզադաշտը երազեն, չէ՞ որ մի օր իրան կտե խաղան, իսկ այսօր որտեղ են երազում խաղան, չունենք, չէ՞ ու եթե իմ կարծիքով տարբեր ուղիներով պետք է զարգանա ֆուտբոլը, մանկապատանեկան, պրոֆեսիոնալ թիմերը եւ Ձևիմ կարծիքով կզարգանա։ Վերջին մեր հավաքականը վերջին մի քանի խաղերը լավ չխաղաց։ Հա։ Ընդհանրապես մեր հավաքականը տես նաև ձեր ժամանակ։ Հա։ Դուք կարող գնայիք մի քանի լավ ուժեղ թիմ հաղթեիք, հա, ու գայիք, ասենք, անդորային պարտվեիք։ Հա։ Ոնց կարա Դանիային, Չեխիային հաղթած թիմը գա ու անդորային իր հարկի տակ, բայց ստաբիլ չի լինի, չի կանխատեսելի չի։ Եվ դա բոլորի հետ է լինում է, այո, բայց ոչ պարբերաբար։ Մեր մոտ սերնդեսերունդ այդ խնդրը միշտ կա։ Դե այդ խնդրը բոլորի մոտ կա, Պետրոս ջան, ասենք, նա չի որ մենակ հայ ենք, հայեր, ասենք մեր վախտով էլ ա եղել, մենք գնացել ենք Դանիա, Չեխիա, Սլովակիա, ասենք հաղթել ենք, եկել ենք Մալտա, կրվել ենք, դա ավելի շատ հոգեբանության հետ է կախված, տրամադրվածության, ճիշտ տրամադրվես խաղերին եւ ամեն խաղը այդ տվյալ խաղի վրա պատրաստվես ու հասկանաս, որ ամեն մի հաղթանակը կապ չունի ում դեմ ես խաղում, որ այդ աճոկները շատ կարեւոր են եւ այդ իմ կարծիքով բոլորի մոդել ստացվում է, Պորտուգալիան էլ է գնում, Գերմանիան էլ է գնում, ասենք խոսքի մեծ թիմերի դեմ հաղթում են, հետո մի օր կտենաս ինչ-որ մի հատ փոքր թիմի չեն հաղթե, բայց բոլորի մոտ է ստացվում է։ Լավ, այդ դեպքում որն է մեր ֆուտբոլի խնդրը, որ իշխանությունն է փոխվում, նախագահներ են փոխվում, ֆեդերացիաների սերունդներ են փոխվում, մի level ավել չեն կարող բարձրանանք, չեն կարող այդ նախընտրական փուլերը հաղթենք դուրս գանք։ Ոնց որ վրացիներ արեցին։ Դե էլի եմ ասում, իմ կարծիքով պետության աջակցության ֆուտբոլին, սպորտին դերը շատ կարևոր է լինելու եւ դրա հետ միասին, ասենք, թիմերն է, պրոֆեսիոնալ թիմերն է, արեք չմոռանանք մեր երկրում բանակի հարցեր կան ու ես, ասենք, լինելով Ամերիկայում, Ամերիկայի դեսպան ֆուտբոլի մեր Այսօր Ամերիկայում մենք ունենք շատ լավ տղեկ, դուսնե ունենք, Եվրոպայում, աշխարհում մենք ունենք ֆուտբոլիստներ լավ, ջայ պատանի։ Ինչա որ ասում եք ունենք, մեր մարզիչները ինչա տղեկի տեղը չգիտեն։ Չէ, տղեկի տեղը գիտեն, կան, բայց իրանց, ասենք, հենց այդ բանակի հարցն է, որ չեն կարող գան Հայաստան։ Հասկանում եք, այսօր այդ տարիքի տղեկ հասկանում եմ, բայց ես չեմ պատկասում, որ մի հատ
տենց հերանեկարային լավ ֆուտբոլիստ գա ու ինքը Հայաստանում բանակի խնդիր ունենա։ Դե հերանեկային, ասենք բրի գան իրանք, չէ՞։ Բրի իրանք ասենք ուզենան գան։ Իրանք այսօր շատ ֆուտբոլիստներ, ես կարամ ստեղից հենց ասեմ, ունենք 3-4 ֆուտբոլիստ, որ լավ ջահել ֆուտբոլիստներ են։ Իրանք վախում են գան, որ այդ բանակի հարցին չառնչվեն։ Լոսում։ Այո։ Ամերիկայից, բայց հիմա ասենք մեր գործունեությունը ստե Ամերիկային Փայֆայի հետ միասին ավելի փոքր տարիքի երեխեքի տարեկան կեմպեր են անում, հավաքներ են անում, որ ուղարկենք Հայաստան, ավելի 13-14, այո, ու 3 տարի արդեն մենք անում ենք։ Ունենք լիգը ֆուտբոլիստներ, որ գնացել են, բայց փոքր տարիքի ավելի։ Ոնց է վերաբերում այն խոսակցությանը, որ մենք ֆուտբոլային ազգ չենք, մենք թիմային է դա, թիմայինը մերը չի։ Հա, բայց մենք գոնե մենք ապացուցեցինք, որ մենք այդ սա պրոստո խոսակցություններ են, չէ՞։ Մեր վախտով, իմ վախտով իմինը։ Ես իմ արածի մասին կարամ խոսամ, որ թիմեր մեր համար այն վաղ որ դաշտ են գելում, մեր համար պրեստիժը կապ չուներ ում դեմ էինք խաղում։ Այ երկար տարիներ մեր հավաքականը վախեցած էր խաղում, ձեր ժամանակ կոտրվեց այդ վախը։ Գնում էինք մինչև վերջ ինչ կլիներ։ Հա։ Հիմա այդ իմ կարծիքով մեր հավաքականի դուխն է պակասում հիմա։ Այդ վստահությունը, լիդերները, ունենք լավ ֆուտբոլիստներ ունենք, տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք։ Սպերսյանը, Զելարյանը, ասենք, ունենք լավ, Տիգրանը, Բարսեղյանը, այսօր Եվրոպայում է խաղում, բայց հավաքականում չէր հրավիրվում։ Ոնց հասկանաս էդի։ Դրա համար ունենալը ունենք, բայց այդ թիմային, այդ համախմբվածությունը չունենք։ Եվ հույսով եմ նոր մարզիչը պետքա որ այդ համախմբվածությունը բերի։ Եվ կարանա սաղին։ Այսինքն մենք լավ կազմակերպելու պարագայում պոտենցիալ ունենք դուրս գանք եզրափակիչ փուլ։ Այո, ունենք։ Թեկուզ աշխարհի որ ստեղա լինելու։ Ասենք այն միտքը որ մենք հույս չունենք, չէ, հույսը ունենք։ Ֆուտբոլիստներն ունենք լավ։ Բայց այդ ամեն ինչը կազմակերպել, այդ ամեն ինչը իրար մերելը ու դաշտում ցույց տալը դա պակասում։ Քո կարծիքով անկախությունից հետո որ սերունդն ա եղել ամենալավը մեր հավաքականի։ Իմ կարծիքով, ասենք, թող ժողովուրդը այդ պատասխանը տան, բայց իմ կարծիքով մեր ժամանակը եղել։ Իմ խաղացած, ասենք, մեր սերունդը Հենոյով, Արազով, Գևորով։ Հիմիկվա հավաքական ունի այդ պոտենցիալը որ դուրս գա։ Որ դուրս գա։ Ունի, բայց վստահ չես ասում։ Վստահ չեմ ասում, չէ։ Բայց ունի։ Այն ֆուտբոլիստները լավ ֆուտբոլիստներ ունենք, Պետրոս ջան։ Լավ, ասենք, տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք։ Բայց թե ինչ կստացվի թիմը։ Ինչ կստացվի, հա, այդ արդեն շատը մարզիչից է։ Նոր մարզիչը ծանոթ է ձեզ։ Դե իր մասին գիտեմ, ես, ասենք, անձամբ իր ծանոթ չեմ, բայց իր աշխատանք Այաքսում աշխատե ինքը լավ մասնագետ է ու ջահել մասնագետ է։ Ինքը հույսով ենք նոր շունչ կբերի մեր հավաքականին, մեր ֆուտբոլին։ Շունչը հույս։ Իսկ ամենալավ մարզիչն ով ա եղել անկախության շրջանում։ Ամենալավ մարզիչը։ Մեր հավաքականի համար ես արդեն ասենք Վարդան Մինասյանով եմ։ Վարդան Մինասյանի վաղտ եմ խաղացը, կարամ ասեմ Վարդանը Մինասյան։ Այո։ Հիմա մենք դիլեմայի առաջ ենք կանգնած։ Գիտես վրացիների հետ խաղն է։ Հա։ Նու ինքը մի քիչ տարածաշրջանային դերբի է, այդ առումով միշտ ավելի էմոցիոնալ է։ Այո։ Մանավանդ վրացիների վերջի ցույց տված արդյունքից։ Հա։ Բայց ով որ հաղթեց ֆուտբոլային առումով լավ վիճակում չի լինելու։ Որովհետև անգնել է ուժեղ խումբ, որից դուրս գալը դժվար է լինելու եւ ցանկացած նույնիսկ ամենաուժեղ թիմերը ուզում են թույլերի հետ ընկնել, որ հեշտ դուրս գան։ Հիմա ճիշտը հաղթելն է թե չհաղթելը։ Միանշանակ ճիշտը հաղթելն է։ Ինչի։ Որ ինչքան լավերի չէ, նայեք, դու պետքա լավ մրցակիցների դեմ խաղաս, որ քո մակարդակն է, քո լեվելն է բարձրնա։ Դու իշքան ասենք նույն տեղը մնաս թույլ թիմերի դեմ խաղաս,
որտեղ ենք զարգանալու։ Ու այդ ֆուտբոլիստները հավաքականի, ասենք մեր ֆուտբոլիստները հասկացեք, որ իշքան ուժեղ մրցակիցի դեմ խաղաս, իշքան ավելի սիրուն ստադիոնների մեջ խաղաս, այնքան դու ավելի շատ ես քո մեջից տրամադրվում ու առաջադիմում։ Հիմա նույն կրվենք, որ ասենք ավելի ցածր թիմերի դեմ խաղանք հետո որ շանսը հաղթելու մեծ լինի։ Հետո էլի նույն տեղը պիտի գաս հասնես, որ էլի բարձրն է, չէ՞, այդ գրուպը հելնես։ Հիմա նույն տեղը խաղաս, էլի մյուս տարի նույն բանի մեջ պիտի մտնես, որ էլի խաղ play-off-ի խաղ խաղաս, որ աղյուսակի մեջ բարձրնաս ավելի ուժեղ թիմերի դեմ։ Ինչ որ մի օր պիտի խաղանք այդ բարձր աղյուսակի, բարձր, ասենք, որակով թիմերի դեմ։ Ես իմ համար Պետրոս ջան, մի քիչ դժվար է հասկանալը, որ թուրերի դեմ խաղանք, կրենք, հելնենք։ Մենք պիտի բարձր թիմերի դեմ խաղանք, որ կարանանք հաղթենք, որ արժանի լինենք հելնելու, ոչ թե թուլ ճամփով հելնենք հասնենք տեղ։ Վրաստանը ոնց արեց, բայց դες մա ռեալ։ Վրաստանը մեզ պարտվեց։ Այո։ Ընկավ թուլ տեղ ու դուրս եկավ։ Վրաստանի ֆուտբոլի այս հաջողությունները մի տարվա, երկու տարվա հաջողություններ չեն։ Իրանց վերջի 10-15 տարվա գալու եկե հասել են իրանք այդ հաջողությունների, ստեղծել են այդ ֆուտբոլիստները, իրանք աճել են ֆուտբոլիստները, որ հասել են այս բարձունքի։ Վրաստանը, ասենք, մենակ այդ մի գրուպով չէր, որ ցածր գրուպում հաղթեցին ու մտան։ Իրանց ֆուտբոլիստները նայես, այսօր սաղ Եվրոպայում ուժեղ ակումբներ են խաղում։ Մենք ունենք ֆուտբոլիստներ, մեր ֆուտբոլիստները չմոռանանք Հենոն, մեր պատմության լավագույն ֆուտբոլիստը, որտեղ է խաղում։ Իմ կարծիքով մենք պետք է կարողանանք մեր բոլոր հայերին համախմբենք, բերենք Հայաստանի ազգային հավաքականում ու մթնոլորտ սարքենք։ Այո։ Այդ համախմբումը պետք է լինի Հայաստանում։ Եթե դու լինեիր գլխավոր մարզիչ, երեք կարևոր բան ինչ կփոխեիր, ինչ կանեիր։ Դե շատ լավ է, որ ես չեմ լինելու գլխավոր մարզիչը, որ ծանր գործ է։ Ծանր գործ է, հա, ոչ թե ծանր գործ է, իմ ես չգիտեմ, ես մարզիչի տեսակը չեմ, որ մարզիչ, բայց ինչը պետք է փոխվի, մեր հոգեբանությունը իմ կարծիքով պետք է փոխվի, դուխ պետք է տվեցվի մեր ֆուտբոլիստներին։ Ասենք դժվար ժամանակներ, մեր վախտելը դժվար ժամանակներ շատ կար, շատ էր, որ բայց մեր վախտով մեր դուխը չէր կոտրվում, մենք չենք կոտրվում, ասենք վատ խաղ ունեցել ենք հենա մատայի խաղը Հայաստանում, Խայդարակ կրվանք 1-0, 3 օր հետո գնացինք Դանիային 4 հատ գոլ խփեցինք, Դանիային, որը որ պատմության մեջ չէր եղել։ Այդ դժվարության մեջից հելնելու ելքը, այդ վստահությունը դուխը պետք է ունենաս, որ կարողանաս քեզ չկորցնես կամ ասենք խոսքի չհավատաս այն ինչ որ ասում են, որ ասենք ֆուտբոլ խաղալ չգիտենք, թիմային խաղ չունենք, այս չունենք, այն չունենք, ասենք այդ ավելի ֆուտբոլիստների հոգեբանության վրա պետք է աշխատվի, որ իրանք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են, պետք է կարողանան իրանք ամեն դժվար ժամանակներում իրանց տրամադրեն եւ նաեւ մարզիչի գործն է այդ դուխ տալը, այդ հավատքը չկորցնելու։ Ես լսել եմ sense կարծիք, որ հիմնական խաղացողներին դրսից են բերում, հա, եւ մեր ներսում մոտիվացիան խաղացողների մոտ կորում է, որովհետեւ գիտեն, որ մեկը դրսից են բերում։ Հա։ Դե հիմա չէ, ես համաձայն չեմ, դրսից գալացող, ասենք մենք շատ լավ ֆուտբոլիստներ ներսում ունենք։ Լավ ճայլ տաղաններ ունենք, բայց մեր ֆուտբոլի զարգացման համար մեր չեմպիոնատը պետք է զարգանա։ Եթե մենք ուզում ենք երկարաժամկետ լավ ֆուտբոլ ունենանք, զարգանանք, մեր երեխեքի մանկապատանեկան երեխեքի վրա պետք է շատ ուշադրություն ավելի դարձվի։ Իմ համար այնց հետաքրքիր է Պետրոս ջան, որ հոգեբանությունը շատ մեծ դեր է խաղում։ Իմ ֆուտբոլային կարիերայի ժամանակ իմ ունեցած իմ հոգեբանությունը, իմ, ասենք, միտքը, որ ես դե դուրս եմ խաղացել, ասենք, այն մանկապատանեկան տարիքը ես դուրս եմ Ամերիկայում եմ, ամերիկացիների մեջ եմ եղել, ասենք, խոսքի տարբեր ազգերի մեջ եմ եղել, ու մարզիչների աշխատանքը
գլխավոր փոփոխությունը, որ իմ կարծիքով պետք է կատարվի Հայաստանում, դա բրի ուշադրություն դարձվի ավելի մանկապատանեկան երեխեքի, որովհետև մենք մինչև 15, 14, 15 տարեկան լավ երեխեք ունենում ենք։ Հետո ինչ, չգիտես խի, այդ տարիքից հետո ասենք խոսքի կորում են իրանք։ Չկան, բայց ասենք մինչև 12, 13, 14, այսօր ասենք շատ եմ ես տեսնում, որ Հայաստանից գալիս են ստեղ այդ տարիքի երեխեքը, որ իրանց ամերիկացիների մեջ, ամերիկյան կլուբներում, որ դնում ես, տենում ես, իրանք մի գլուխ բարձր են։ Բայց այն 15-ից 16-ից հետո մինչև 17-18 ինչ-որ մի բան կորում ա դե։ Այ դա անհասկանալին։ Դրա համար մենք ուշադրություն պետք է դարձնենք ավելի փոքր տարիքի երեխեքի վրա, իրանց ճիշտ աճացնենք, հասցնենք, որ իրանք 15-16 տարեկանում չուզենան թարգեն ֆուտբոլ։ Դե մենք ունենք այդ կարգի այդքան մարզիչներ։ Ունենք, մենք լավ մարզիչներ շատ ունենք, բայց եթե մենք ուզում ենք մեր ֆուտբոլը զարգանա, իմ կարծիքով բոլոր մեր ֆուտբոլային մասնագետները, այն մարդիկ, ովքեր որ ցավում են ֆուտբոլի համար, իրար հետ պիտի մի սենյակում նստեն, մի սեղանի շուրջ։ Դե չի լինում, չէ։ Դե հիմա տես, հա, չէ, խի չի լինում, խի չի կարա լինի։ Դե ինչի՞ չի։ Որովհետև ամեն մեկը իր շահի համար է, չէ, ասենք։ Մեկը շահի, մեկը բոլորս գիտենք։ Եկավ էլի մտավ քաղաքականություն, չէ։ Եվ այդ դրա համար մենք իմ կարծիքով պիտի փորձենք, պիտի գտնենք մարդկանց, ովքեր որ թազա իդեաներ կբերեն ֆուտբոլին, մեր ձևով, կոպիտ ասած Պետրոս ջան, մեր գիտեցած ձևով, չէ, սովետական այդ շկոլան չի աշխատում, փաստը չի աշխատում, հիմա ինչ պիտի անենք, չէ, ու տես դու ես ասում, որ չի լինի, որ սաղ կան մի սենյակ նստեն, խի չի լինում, եթե չի լինում, ուրեմն ֆուտբոլը սենց կշարունակվի։ Մենք պետք է ձև գտնենք, մենք պետք է ունենանք անձեր մարդիկ ու այսօր մեր ֆուտբոլում, Հայաստանում ֆուտբոլում ունենք ակումբներ, ովքեր որ ասենք լավ ֆինանսավորում են։ Իմենը Նոան, որ լավ ինվեստիցիա է անում, իրանք ստադիոնն են, չէ, սարքում։ Մնացածն է, չէ, պետք է ասենք ոչ թե մտնեն ֆուտբոլի մեջ բոլորով իմ կարծիքով բոլորով եթե հավաքվեն մի սենյակի մեջ, կարանանք մենք ֆեդերացիայի գլխավորությամբ պետության գլխավորությամբ ասենք խոսքի կազմակերպվի, որ ծրագիր ունենք, որ մեր պետությունը 2050 թվին պիտի խաղա, չէ՞, բա այդ ծրագիրը ունենք, բայց ով է դրա հա, ինչ պրոստը գրել ենք ու նստենք սպասենք 2050 թիվը գա, չէ, պիտի դրա համար աշխատանքներ տարվի, դրա համար պիտի այդ ուղղությամբ պիտի աշխատվի։ Հիմա մի քիչ ուրիշ ֆուտբոլից խոսանք, ով կդառնա այս տարվա Չեմպիոնների լիգայի հաղթող։ Միանշանակ Ռեալ Մադրիդը։ Էլի Ռեալ Մադրիդը։ Հա։ Խելով կա։ Թե հիմա Բարսելոնա կա, Լիվերպուլ կա։ Հա։ Չէ, կակրած նոր գալուց առաջ Լիվերպուլի Փարիզ Սան-Ժերմենի խաղն էի նայում, բայց ես ավելի Ռեալ Մադրիդի երկրպագու եմ, բայց որ պարզ ասեմ, ես ֆուտբոլ շատ չեմ նայում, Պետրոս ջան։ Ինչի։ Ես չես սիրում։ Չէ, սիրում եմ, բայց համ ժամանակ չունեմ, համ դե չգիտեմ, ես ֆուտբոլ նայելուց իմը մի քիչ ուրիշ է, ես ֆուտբոլը նայում եմ ոչ թե հաշիվի համար եմ նայում, այլ մասնագիտորեն։ Այո։ Դրա ժամանակը մի քիչ շատ չունեմ, այսօր որ նստեմ սա խաղերը նայեմ։ Ավելի կենտրոնացածվեմ իմ, ասենք, երեխեքի տղուս ֆուտբոլի վրա, աղջիկներից գիմնաստիկայի ու վոլեյբոլի վրա հայրական ժամանակ եմ։ Հասկացա։ Լավ, այդ դեպքում սենց արծ, ով է ըստ այնուր այդ խոսում է Իշտոյանի հետ։ Այո։ Մարադոնա թե Պելե։ Մարադոնա թե Պելե։ Ես կասեի Մարադոնա։ Մարադոնա։ Այո։ Մեսի թե Ռոնալդո։ Ռոնալդո։ Հա։
Խորին Հովանեսյան, թե Հենրիխ Մխիթարյան։ Իմ համար Հենրիխ Մխիթարյան։ Ուրեմն քեզ իմ ասեմ, իրեքն էլ հակառակ ասեցիր, քան Իշտոյանը։ Հա։ Հա, իրեքն էլ։ Դե չէ, արեք Ճաշակի հարցը։ Չէ, ոչ թե ճաշակի հարց է, այսինքն ես Խորեն Հովանեսյանին անձամբ չեմ տեսել իր ֆուտբոլը, բայց ես Հենոյի հետ խաղացել եմ։ Ու ես որ եթե մի հայ կգտնվի, որ կարա ասի Հենոյից ուժեղ մեկ հայ ֆուտբոլիստ եք ունեցել, ու բարձունքների հաս է։ Չէ, դե այն ժամանակ խորիկի ժամանակ սովետ էր եւ այլն ուրիշ համակարգ էր։ Հա, բայց այսօր մեր ֆուտբոլի պատմության, հայկական ֆուտբոլի պատմության ես հետ եմ խաղացել, ես եմ ասենք այդ պատմության մեջ եմ, բայց Հենոյի նման ֆուտբոլիստ մենք չենք ունեցել ու կարանք ունենանք, բայց արեք Հենոյին գնահատենք ես որ ինքը ինչ է արել մեր ֆուտբոլի համար ու մեր ազգի համար։ Իմ համար շատ ասենք ու իմ համար շատ ցավալի է որ այսօր Հենոն չի խաղում հավաքականում։ Շատ ցավալի է։ Խի չի խաղում։ Իր որոշումն է դա, բայց շատ ցավալի է։ Շնորհակալություն։ Ես էլ եմ։ Սերիալստայտողներ, մենք զրուցում ենք մեր հավաքականի ամենալավ խաղացողներից մեկի եւ ամենագեղեցիկ խաղացողներից մեկի Յուրա Մովսիսյանի հետ, կհանդիպենք ցտեսություն։